Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի ուղիղ եթերում մենք հաղորդաշարն է, հյուրս այսօր վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանն է։ Շնորհակալ եմ պարոն Իսրայելյան հրավերս ընդունելու համար։ Այսօր շատ ծանր օր է, վերհուշի օր է, 2023 թվական սեպտեմբերի 19 ժամը 13:00-ին սկսվեց Ստեփանակերտի Արցախի մայրաքաղաքի ռմբակոծությունը եւ 2 օրում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով հայկական 5000-ամյա Արցախը հայաթափվեց։ Շատ հարցեր կան կուտակված, որոնք առ այսօր չեն ստացել իրենց պատասխանները եւ առավելապես մենք տեսնում ենք, որ շատ փաստեր, նաեւ շատ հարցեր այսպես խեղաթյուրվում են տարբեր շահերով պայմանավորված։ Կուզեմ, որ այսօր մեր հարցազրույցով մենք շատ որոշակի շերտեր բացենք կամ ինչպես ասում են, փակագծեր բացենք, որպեսզի մեր ժողովուրդն էլ ի վերջո պատասխանները, ճշմարիտ պատասխանները ստանա։ Եվ ուրեմն օրինակ ամենից շատ հնչող հարցերից մեկից կուզեմ սկսել, ինչու Արցախի ղեկավարությունը չգնաց բանակցությունների Ադրբեջանի հետ, գուցե եթե գնար, ինչի պահանջը մի փուլում դնում էր Ադրբեջանը։ Կա այն կարծիքը, որ եթե գնար բանակցությունների, գուցե եւ իրավիճակ փոխվեր։ Բայց մյուս կողմից էլ ասվում է, իսկ արդյոք Ադրբեջանը իրապես նպատակ ուներ բանակցել Արցախի ղեկավարության հետ, թե այդ բոլորը շոու էր։ Ես կխնդրեմ, որպես այդ ամենի ականատես, իրավիճակին տեղում ծանոթ մարդ ներկայացնեք, ինչ էր կատարվում այդ ժամանակ Արցախում։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն հարցի համար։ Իրոք 19 սեպտեմբերի դա եղավ մեր համար անսպասելի մեծ ցավոտ իրադարձությունների ժամանակահատված, թե արցախահայության, թե ընդհանրապես Արցախի պատմության համար։ Այդ հարցի շուրջ, որ խոսացվում է, ասում են Արցախը իշխանությունն է, то есть այդ ժամանակահատվածում ինչ որ ելքեր գտնելու, ինչ որ ասում եմ տարբերակներ քննարկելու, Արցախը այդ ժամանակահատվածում դուրս բերելու մի կարգավիճակի, որ ձեռատու կլինի արցախահայության արցախցիների համար։ Ես ասեմ այո կար։ Այո կար, որովհետև այդ իրավիճակը մի օրվա մեջ չի ստեղծվել։ Այդ իրավիճակը երկար ժամանակ 20 թվից հետո արդեն ձևավորել, արդեն սկսել է ձևավորվել, որ մենք պիտի կոնորոշվեինք կոնկրետ ինչ ուղղության վրա ենք աշխատում, ինչ հիմքեր պիտի ձևավորենք նախապես այդ ժամանակահատվածում, որ հետագա ժամանակներում թե տարբեր երկրների կառույցների կողմից, թե տարբեր գերպետությունների ներգրաված արդեն Արցախում այդ ժամանակահատվածում կային արդեն, որ այդ հարցի իրավիճակը կարգավորելու բան ունի։ Այստեղ ես մեծ դեղ գտնվելու ժամանակ սենց ոչ լավ բաների եմ ներկա եղել, ինչի հետ կախված, առաջի հերթին այդ կոնսոլիդացող հասկացողության մեջ։ Դեղ աշխատել են տարբեր ուղղություններով, տարբեր շահերի, то есть սպասարկող մարդիկ։ Դրանց ես կբաժանեմ մի քանի մասի։ Կներեք, Իշխանության մեջ էլ կային ազնվորություն, քաղաքական դաշտից սկսած, իշխանության ղեկավարների մի մասն էլ տարբեր տեղերից, տարբեր փոքր երկիր անդա, դա սա իրար ճանաչում են ու գիտեին ով ինչ էս մեկը մյուսը, դա նկատվում էր, դա տեսնում էր, դա ընդհանրապես ժամանակի ընթացքում մենք ականատես լինելով կամ էլ որ ասում եմ ներկա լինելով, լսելով բան, մի մասը թուրքերի հետ էր բանակցում, մի մասը Հայաստանի իշխանության հետ էր բանակցում, մի մասը բանակցում էր ընդհանրապես Արցախի ոլորտում այդ շրջանում, մի մասն էլ ասեմ, որ էլի տարբեր, որ ասում եմ, այն աստիճանի, որ արտասահմանի ինչ որ պետությունների կողմից, կենտրոնների կողմից ուղերձվող պրոցեսներ են բանանում, տանում, բայց բոլորի մոտ ձևավորած մի հատ բանա, թեզեր, Արցախի իրավիճակը, Արցախի փրկության հարցը։ Բայց որ վերջում եկավ մի հատ ահռելի ծանր իրավիճակ, որ բոլորս պիտի կենտրոնանանք, կոնսոլիդացվենք ու բաց խոսանք, որովհետև ամեն մեկիս էր սպառնում այդ բանը, այդ իրավիճակը, ամեն մեկս կդառնում ենք զոհ,
ամեն մեկս դեղ լինելով արդեն, որ ասում այդ վերջին ամսվա այդ բլոկադայի ընթացքում բոլորս էլ, որ ասում այդ դաժան ճանապարհը անցնում ենք։ Նորմալ գիտակցող մարդը, հայրենասեր մարդը Արցախցին պիտի ամեն ինչ կողք դներ, իր ամբիցիաները, իր եսույթությունը, իր, որ ասում այն բանի տակ, այդ իշխանության ով կգա իշխանություն, ով չգա կամ կարևորությունը։ Իշխանության համար կռիվ էր գնում, աթոռա կռիվ էր գնում։ Այսինքն անգամ այդ վիճակում Արցախում աթոռա Միջև վերջ օր այդ աթոռա կռիվը գնում էր։ Էլի գալիս էին, ասում էին Այս մեկը վերցնի, այն մեկը վերցնի, կամ այս մեկը որ հաջողվեր վերցներ, սենց կրներ, նես կրներ, բայց մարդկանց հանրությանը չտեղեկացնելով, որ հարցի լուծումը ոչ թե այդ անձերն են տալիս, որ հարցի լուծման կարևոր դերակատարները ոչ թե այդ մարդիկ են, այդ անձերը դեղ գտնվելու, արդեն ամեն մեկը մի կողմից ուղղորդված կամ մի կողմից բանարած, то есть ամեն մեկը իր թեզը առաջ էր տանում։ Շատ ներողություն, հիմա ինչ է ստացվում, եթե այս հատվածը ձեր խոսքի ամփոփենք, ստացվում է մեր պարտության պատճառներից մեկը, եթե ինքներս մեզ այսպես վերաքննենք, ստացվում է նաև հենց դա է, որովհետև տարբեր ուղղություններով, երբ որ մարդու հետ գնում է քաղաքական բանակցություն, այն հայտնի առակի օրն ենք ընկնում, հա, սայլը տարբեր ուղղություններով ձգելու հետևանքով ինչ է կատարվում։ Այո, Այսինքն այդ վիճակում ենք, հա, ամեն մեկը ինչ որ մի թևի էր տուրք տալիս, գուցե մի հատվածը ռուսամետ, մի հատվածը արևմտամետ, փաստորեն նաև թուրքամետ։ Այո, բա ուր էր կորում Արցախի եւ Արցախահայության շահը, հայության շահը։ Նայեք, բայց ես դրա համար եմ ասում, որ մի օրվա մեջ չի դա ձևավորվել, մի այդ կարճ ժամանակահատվածում չի ձևավորվել, 20 թվի աղետալի 44 օրյա պատերազմից հետո եթե մենք ուշքի չենք եկել ու նորից եմ ասում բոլոր հնարավորությունները ունեին կարճ ժամանակահատվածում ձևավորել հստակ դնվել հարցը հստակ արձագանք տային Հայաստանի իշխանության այս ներկա դավաճան իշխանությանը, որը տանում էր արդեն այդ ծրագիրը Ադրբեջանի տարածքային հետո էլ արտահայտեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը հասկանալի էր սրանց դիրք որոշումը, չէ՞։ Հասկանալի էր Ադրբեջանի թուրքերի կողմից դիրք որոշումը, չէ՞։ Հասկանալի էր խոսքի բոլոր այդ հարցի մեջ խառնված ներգրաված ուժերի մոտեցումները բոլորը հասկանալի էր։ Դրանցից մենք կարայինք, չէ՞, կողմորոշվեք, որն է համընկնում քչովի կամ ինչ-որ բավարար ձևով մեր Արցախի ժողովրդի, Արցախի հիմնախնդրի շահերի հետ։ Ինչ պիտի անեին։ Համագործակցեն այն ուժերի հետ, այդ ուժի հետ, որ կարողանանք մենք այդ ընդհանուր ժամանակահատվածում ունենանք միակ բան, որ ասում եմ, մի ձևի ձևավորված ուժ, մի ձևի տեսլակետ, մի ճանապարհ, մի կարծիք։ Այսինքն կարծիքները տարբեր են։ Ես հիշում եմ, կարծիքները տարբեր են, այո, պարոն ավելացնեմ, միջև օրս էլի տարբեր են։ Արցախի կործանումից հետո էլի տարբեր են, որովհետև այդ դերակատարները, որտեղ մեծ խոսում էին, որտեղ մեծ ներկայացնում էին խոսքի, այս ձևը բան կլներ, սենց անեիք, սենց կլներ, սենց անեիք, սենց կլներ։ Հիմի եկած խոսքի Հայաստանում, մեր մայր Հայաստանում, էլի նույն մարդիկ, նույն բանաձևով, նույն ձևով ներկայացնելով խոսում են խոսքի Արցախի մասին։ Այն ժամանակ բոլորին ունեին այդ հնարավորությունները, նորից եմ ասում։ Ես այսօր լինելու եմ այս օրվա կապակցությամբ, ես հանրության համար եմ շատ ասում։ Ես այսօր լինելու եմ ավելի, որ ասում եմ, չոր, ավելի պարզ, ավելի, որ ասում եմ, մաքսիմալ արձագանքելու եմ իրատես լինենք։ Լավ, պարոն Իսրայելյան, դառնալ նորից հարցիս, Արցախի իշխանությունը կարող էր գնալ այնպես բանակցել, որ մնար Արցախը հայկական, բանակցել ադրբեջանական կողմից։ Ես այնտեղ անուններ գուցե չթվեմ, բայց մարդիկ կային, չէ, որոնք ասում էին շուտ է, քանի շուտ է, եկեք գնանք, թե չէ վաղը ուշ կլինի։ Բանակցենք, ընդհանուր մինչև ասում էր մնանք Ադրբեջանի տիրապետության տակ, ինքնորոշման, այսպես հա, առանձին որպես մարզ, ոչ թե ինքնորոշման հարց չկար իհարկե, որպես մարզ, հայկական մարզ, դա կլներ Արցախի փրկությունը, հետո կտեսնենք ժամանակին ինչ կարվեր։ Հիշում եք, այսպիսի մտքեր արտահայտողներ կային, հանձին օրինակ Սամվել Բաբայանին։ Դե, բայց դրա մասին մենակ Սամվել Բաբայանը չէր ասում։
Դրա մասին խոսքի տարբեր կողմերից են խոսքի իրավիճակից Դա հելնված ճիշտ էր, բայց իրավիճակից հելված այդ ժամանակահատվածում մենք այստեղ հարցը գնում է որ մենք ինքներս Արցախին չդավաճանենք, Արցախ աշխարհին չդավաճանենք բայց որ հարցնում էինք այդ ծրագրի իրականացման ոնց եք դուք տեսնում կամ ձևավորելու ոնց եք տեսնում խոսքի Ադրբեջանի կողմից ընդհանրապես լրիվ ուրիշ մոտեցում է ինչ էր ասում Ադրբեջանը Ադրբեջանը ասում է, որ դա Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է, ոչ մի կարգավիճակի մասի չի խոսացվում, այդ տեղը ապրող ժողովուրդն էլ, ոնց որ էլ մեր մնացած տարածքներում ապրող ժողովրդի նման տարբեր ազգերի, դուք այդ կարգավիճակում էլ ապրելու եք։ Բայց հիմա ոնց պիտի այդ իրավիճակում գնար եւ բանակցեր Արցախի իշխանությունը, որ այսօր մեղադրում են Արցախի իշխանությանը, թե ինչի չգնացիք բանակցեիք Արցախահայությունը մնար տեղում։ Հնարավոր էր Արցախահայությունը մնար եւ ապրեր ցեղասպան պետության Չէ, այդ իմաստով չէ, անհնարին է, որովհետեւ Ադրբեջանը ինչ ձևակերպումներ էլ ներկայացրել է, ինքը ներկայացրել է միջազգային հանրության համար լսեցնելու առարկա, բայց իր հողի վրա գործողությունները այդ ցեղասպան գործողությունները ցույց է տվել, որ ինքը բան չի, որտեղ մի արցախցի էլ մնա, որովհետև դեղ մնալու մի արցախցին դա իր համար պոտենցիալ վտանգա հետագա, տենց էին իրանք միշտ մոտենում այդ հարցին, ստեղ ես Արցախի կարգավիճակի լուծման, որ ասում եմ մեր ժամանակ ունեցել եք, դա մենակ Արցախահայության կամ Արցախի իշխանության ղեկավարության կամքով չի, բայց նորմալ դիվանագիտական, նորմալ ղեկավարի մենք դեղ պակասություն ունեինք, որ կարար, նորից եմ ասում, այն գերպետությունները, որ ներգրաված են եղել Արցախի այդ կարգավիճակի հարցի լուծման շուրջ, այդ պետությունների հետ կողմ որոշվել, որ պետության մոտեցումն է, որ ասում են նպաստ մեր հայ արցախցիներին, մեր Արցախի համար, միակողմանի այդ դիրքորոշման ձևավորել հիմք, այդ հիմքի սկզբունքներով էլ ժողովրդին տրամադրի, ժողովրդին, որ ասում է բանանի, այդ ուղղության ամբողջովին աշխատել։ Հասկանալի է, Արայիկ Հարությունյանը իր դերում չէր, ես այդպես հասկացած եմ։ Արայիկ Հարությունյանը իր դերում չէր, այո։ Այդ դեպքում ինչու եւ դա ավելի արտահայտվեց պատերազմից հետո։ Ինչու այդ փոփոխությունը նախագահի չեղավ 20 թվականից հետո, այլ եկավ հասավ 23 թվականի այդ բարդ իրավիճակների ընթացքում, երբ մենք գիտենք արդեն ինչ էր կատարվում, Արցախը թուլացած էր, բլոկադայից թուլացած էր, Հայաստանը ուղղակի ընդհանրապես այլևս չէր զբաղվում Արցախի հարցով, հանկարծ Արայիկ Հարությունյանը վայր է դնում իր լիազորությունները այն պարագայում, երբ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարություն էր հնչել, որ եթե հանկարծ Արցախում տեղի ունենա նախագահի փոփոխություն, մենք կհարձակվենք։ Ինչու Արայիկ Հարությունյանը այդ բարդ իրավիճակում որոշեց վայր դնել իր լիազորությունները, երբ թշնամական պետության կողմից կար նման հայտարարություն։ Նայեք, Արայիկ Հարությունյանը թե իր խելքով, թե իր ուզել չուզելով դարել է զոհ, թե Հայաստանի իշխանության ձեռը, թե Ադրբեջանի իշխանության ձեռը։ Ինչի համար, որովհետև բոլոր այդ ժամանակահատվածում Արայիկ Հարությունյանը բացի արտահայտություններ, որ ներկայացնում էր հանրության համար, ներքին կարգով կապեր ուներ, то есть շփվում էր, հասկանալի է Հայաստանի իշխանության հետ ու շփվում էր Ադրբեջանի իշխանության ինչ որ ղեկավարների հետ։ Մենք այդքան բաները վերջի ժամանակներում դեղ գտնվելու ժամանակ ենք արդեն իմացել դրա մասին ու ես հասկանում եմ, որ գիտեք դիվանագիտության մեջ դիվանագիտությունը դա մի հատ բան է, դաշտ է, որտեղ իրար խոսքի ով ուժեղա, էմոյսին կուլ է տալիս, ուտում է։ Այդ դաշտի մեջ Արայիկ Հարությունյանը չի եղել այն ազնվորությունը, չի եղել այն մարդու հայի տեսակը։ Նաև քաղաքական դեմքը վստահություն չուներ նաև արցախցիների մոտ Արայիկ Հարությունյանը։ Դա մի կողմ, դա ուրիշ հարցերի հետ կախված է, ու ինքը չկարողացավ այդ իրավիճակում իրան դրսևորել այն ձևի, որ
ինչ որ պայմանավորվածություններ, ինչ որ ասում եմ մոտեցումներ հայանպաստ Արցախի որ ասում եմ իրականացնի, բայց ես չեմ բացառում, որ տենց պայմանավորվածություններ եղել է, որ ինքը տենց երկար ժամանակ 20 թվից հետո չի գնացել։ Ում հետ էր այդ պայմանավորվածությունը, Հայաստանի իշխանության։ Հայաստանի իշխանության հետ չեմ կարծում, Հայաստանի իշխանությունը Հայաստանի ակտիվ կա, բայց Հայաստանի իշխանությունը իրան օգտագործել է, էլի խաբելով, խոստումներ տալով, իրան էլ դա ձեռ է տվել այդ իրավիճակում։ Ինչով է ձեռ տալի, սեփական Երևի ես գիտեմ թե մեծամասնությունը, ես գիտեմ թե մեծամասնությունը, մենք նորից եմ ասում, բոլոր մեր կորուստները մեր Արցախի ինչքան բան ենք անում, փնտրում ենք այս մեկը, ոս պատճառները գալիս է այդ անտեր փողը։ Այդ անտեր փողը մարդկանց սարքել է մի հատ բան, որ ասում է խաղալիքի նման բան, ձեռի, որ ասում է օգտագործեն սենց։ Դե էլ այդ ժամանակահատվածում իրանք այդ չեն նկատել, երևի այդ բանի տակ ընկած այդ գործողությունն է absolute այս մեկը մյուսը, բայց որ եկել է կարևոր ժամանակահատված, կարևոր օրեր, որ որպես ղեկավար, որպես անձ, որպես հայ հայրենասեր, որ պիտի ինքը իր դիրքը ներկայացնի, որ պիտի ինքը իր որ ասում եմ տեսլակետը ներկայացնի, այդ ժամանակ զգացել է, որ իրան ոչ լսող կա, ոչ ընդունող կա, բայց այդ ժամանակում պետք է զոհաբերելու մարդիկ, որոնցից մեկն էլ եղել է Արայիկ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին օգտագործել է, վերջում էլ ծախել։ Իսկ ինչու խաղի մեջ մտավ Սամվել Շահրամանյանը 10 օրվա նախագահ եղավ։ Ինչու այնուհանդերձ դրեց իր նախագահական լիազորությունները վայր Արայիկ Հարությունյան, նորից եմ կրկնում, երբ Ադրբեջանից լսվում էր հայտարարություն, եթե փոփոխություն եղավ նախագահի, մենք կհարցակվենք։ Բայց հարց մի հատ ուրիշ կողմից, ինչու Ադրբեջանի կողմից եղավ այդ խոսքի ձեռ էր տալիս, որ Արայիկ Հարությունյանը մնար։ Այդ է նշանակում, հա, որ ուրիշ խոսքի ղեկավար չլինի, տենց է դառնում, ովշի որ Այստեղից իմիջայլոց այստեղի իշխանություններից էլ էին ասում, մի փոխեք նախագահան, մի փոխեք, հիմա էլ մեղադրում են Հայաստանի ընդդիմության, ասում են, այ ձեր պատճառով եղավ, եթե չփոխվեր, Շահրամանյանը չգար, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու հիմք չէր ունենա, դա դարձրեց հիմք, որ այն երկրի ներսում տեսեք ինչ է կատարվում եւ լայնածավալ հարձակում։ Ոչ, դա է ձևի չի, որովհետեւ Արայիկ Հարությունյանի հեռանալը կամ իր հրաժարականը դա որոշումը եղել է իր կողմից, ոչ մեկ իրան չի ստիպել։ Բերեք այդ բանը նշանակի թե ինչ-որ իրավիճակի տիրապետել է, որ հասկացել է, որ պիտի դուրս գա խաղից արդեն, հա, խաղից ինքը անուժ էր։ Ինքը մտածել է այդ պահին, ես տենց եմ մտածում, ինքը մտածել է, որ նոր մարդ գալով, նոր ուժ գալով կարող է ինչ-որ բան փոխվի։ Իր ներկա ժամանակում այդ ժամանակ լինելով ինքը տեսել է, որ ոչ մի փրկություն չկա։ Այսինքն կներեք, պարոն Իսրայելյան, անկախ նրանից նա վայր կդներ իր լիազորությունները, թե ոչ, միևնույն է Ադրբեջանը անցնելու էր վերջնական այդ արարին, այսպես ասեմ, ցեղասպանական գործողությունները, Արցախը հայաթափելու իր ծրագրին։ Ինչ ով էլ ինչ ուզում է ասել։ Հետևաբար կապել դա դրա հետ սխալ է, կապել նախագահի փոփոխության հետ Ադրբեջանի քայլերը սխալ է։ Որովհետև դեղ իրադարձությունները լիովին ուրիշ ձև էր փոխվում։ Հասկանալի։ Դեղ կարգավիճակի փոխելու համար, դեղ անձերի փոխելու հետ կապված բաներ կար, որ իրադարձությունները կարող է փոխվեր, ձգձգվեր մի քիչ, ինչ որ նոր առաջարկների շուրջ քննարկումներ բան, դա այդ ժամանակի ձգձգումներ էր։ Հասկանալի։ Ինքը եկել է մի հատ իրավիճակի, որ արդեն իր համ բանի ռեսուրսներն ապրծել իր տեսլակետի, համ ընդհանրապես ես գիտեմ թե իրան խնդիրներ էլ ուներ արդեն։ Ինչ առումով։ Կողմ որոշվելու, հետո մի քիչ ոչ թե ասեմ առողջական, այլ այդ իրավիճակը իրան լրիվ ուրիշ մարդ է ձևավորել։ Ինքը անուժ է։ Այս sense իրավիճակներում է երևում հզոր ղեկավարի դերը։ Հասկանալի։ Այդ մարդի էությունը այդ ժամանակահատվածում այդ ռեսուրսն է, այդ իր հզորության վերակատարությունը լիովին Դե այսինքն մենք արձանագրենք Արայիկ Հարությունյանը չէր կարող լինել Արցախի համար այն հրամանատարը, առաջից գնացող են ղեկավար քաղաքական հրամանատար նկատի ունեմ, որը կհաներ այդ իրավիճակից Արցախի ժողովրդին, բայց այստեղ ես ձեր խոսքից նաև մի շատ տխուր հետևության եկա, որ
Արցախի նման ընթացքի պատճառը մեր ներքին անմիաբանությունն էր։ Մենք իհարկե բնականաբար այս ամենը Պարզ է, որ դավաճանության հետևանք է, Արցախը դավաճանված է, հայ ժողովուրդը մեր արցախահայությունը դավաճանված է Արցախ ուրած հայաստանյան իշխանության կողմից, որը համաձայնության եկավ Ադրբեջանի հետ Պրահայում 2022 թվականին հայտարարելով Արցախը որպես Ադրբեջանի մաս, այդ ընթացքից սկսվեց Արցախի արդեն անկումը, ավելի վաղ էր սկսվել, բայց դա արդեն արագացրեց տեմպը, ինչին հաջորդեց բլոկադա կոչված այդ ամբողջ ընթացքը, բոլորը շատ լավ գիտենք։ Ուզում հետևյալին նաև անդրադառնալ, պարոն Իսրայելյան, ես հիշում եմ եւ այդ ընթացքում դրանից հետո ես ձեզ հետ նաև հերավար կապով հարցազրույց եմ ունեցել, Արցախից էիք դուք, ես Երևանից, ոչ մեկս չէինք մտածի, որ հետո հաջորդ հարցազրույցը լինելու էր, երբ որ դուք արդեն կգաք Հայաստան, դուք այն ժամանակ նստացույց իրականացրեցիք։ Շատ կարճ կասեք, ինչի համար էր, ձեր բողոքը ում էր ուղղված, Արցախի իշխանությանը լուծում էիք առաջարկում, թե ոչ, ինչի հետ էր կապված ձեր նստացույցը, որին ի դեպ ասեմ, Արցախի իշխանությունները առանձնապես այդպես չհանրայնացրեցին, թեպետ գոնե կարող էր դա տեղեկատվական դաշտում հետաքրքիր փաստ լինել, չէ՞։ Լռություն կար, չէ՞, նաև այդ առումով։ Ես շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև գիտեք ինձ համար այդ օրվանից մի ձևի տարօրինակ մթնոլորտ է ստեղծվել Արցախում ինձ համար։ Ես որ չկարողացա արդեն հասկանամ, մենք ուր ենք գնում, ինչ ենք պահանջում կամ ինչ ենք տեսնում, ինչ ենք մենք մեր ապագան ոնց ենք տեսնում։ Նիկոլ Փաշինյանի այդ Պրագայում այդ հայտարարությունից հետո, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջություն, ինձ համար որպես հասարակ արցախցի խոսքի շատ ես ծանր դժվար եմ ընդունել այդ միտքը, դրա վտանգն եմ ես հասկացել արդեն ինչի մեջ է, որովհետև այդ արտահայտությունը, բառացիորեն արտահայտությունը, հələ չի ստորագրել, բառացիորեն արտահայտություն մեզ փոխանցում է Ադրբեջանի իրավական դաշտ, տալիս է բոլոր հնարավորությունները Ալիևին բարերի թե օգտագործել, արտահայտությունների թե օգտագործել, թե միջազգային դաշտում, թե տարբեր կառույցների ղեկավարների հետ մեջբերում բերելով Հայաստանի իշխանության արտահայտությունները Արցախի մասին, որ դա մեր երկիրն է, այդել իմ ժողովուրդն են խոսքի, չէ՞։ Այդ ժամանակ այդ նստացույցը ես որ հայտարարել եմ, ես մի հատ բացահայտում անեմ։ Ես հանդիպել եմ ազգային ժողովի կուսակցության անդամների, ներկայացուցիչների, ղեկավարների առանձին իրանց հետ, իրանց տեսակետը լսելու համար։ Ու բացի դրանից մի քանի իշխանության ներկայացուցիչների հետ եմ բարձրաձայնել այդ հարցը, իրանց լսելու, իրանց տեսակետը բոլորի կողմից հնչեցրվել է, որ դա շատ վտանգավոր, դուք ճիշտ եք նկատել, դա շատ վտանգավոր արտահայտություն էր, միտք էր։ Ես հարցը դրեցի կտրուկ, ինչ ենք անում։ Ես վաղվանից խոսքի նստացույց եմ հայտարարում, այս իմ արձագանքս է, որ համաձայն չենք, այս իմ արձագանքս է որպես արցախցի, որ այն ազնվորությունը, որ արցախահայությունից կողմից մանդատ չունի, արցախահայության կողմից ընտրված ինքը լիազորություն չունի, իրավունք չունի արցախահայության, արցախցու ապագան որոշելու համար։ Շատ ճիշտ շեշտադրում եք արել, որովհետև իդեպ նույն Նիկոլ Փաշինյանը դրանից 1-2 տարի առաջ ասում էր, չէ, Արցախի հարցը ես ոնց լուծեմ, երբ որ ես Արցախից ընտրված չեմ, բայց նա իրեն իրավունք վերապահեց Արցախի հարցը լուծել այնպես ինչպես ցանկանում է Ալիևը։ Միջև օրս էլ, միջև վերջ օրն էլ, այդ ցեղասպանության օրերի ընթացքում էլ, պատերազմի ընթացքում էլ այս մարդու դիրքորոշումը, այս Գեյդարի Նիկոլի դիրքորոշումը նույն ձևի միշտ էլ եղել է, բայց հանրությունը, մեկ էլ իշխանությունը, կառավարությունը, չէ, տարբեր ձևի են բանարած, ոնց ասեմ, արձագանքում։ Չէ, արձագանքելը չի, իրանք տարբեր ձևի են այդ հարցի շուրջ կողմնորոշված, որովհետև իշխանությունը ավելի լավ է տիրապետում, ավելի մանրամասներն է տիրապետում, ինչ է կատարվում, ինչի են գնում, ինչի համար է
էսի այդ արտահայտությունները անում, բայց հանրությանը պետք է ճիշտ ներկայացնես։ Հանրությանը պիտի պատրաստես ինչ որ երկարը պայքարի, կամ էլ ամենավատ օրվանն էլ, բայց պիտի պատրաստես, որ այսօրվա օրվա մենք արցախցիներս մենք չհասկացանք մի օրվա մեջ ոնց եղավ, մի օրվա երկու օրվա մեջ այս բանը որ մեր հետ կատարվեց։ Մենք պատրաստ չենք եղել, մենք պատրաստ եղել ենք 9 ամիս պայքարել ենք սովին, բավականին։ Պատրաստ ենք եղել բոլոր դաժան ճանապարհները անցնելու, բայց հանուն հայկական Արցախը մնալու, մենք ապրելու մեր երկրում, մեր որ ասում եմ պապերի հազարամյա Արցախում։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ես շարունակություն ասեմ։ Հանդիպելով բոլոր այդ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնելով այդ կարևոր հարցի, որ վտանգավոր միտք է եղել, հիմի պետք է արձագանքել կտրուկ, հաշվի առնելով Հայաստանի իշխանության վախկոտ մարտեություն լինելը, որ ինքը մի քիչ կարող է ձևափոխի իր միտքը, մոտեցումը, էլի ժամանակա, չէ՞, մենք կամ այդ ժամանակա բոլորը համաձայնվել են, ասել են, պարոն Իսրայելյան, դուք սկսեցիք այդ գործողությունը, մենք բոլորս համախմբվելու ենք, սկսելու ենք վաղվանից այս մեկը մյուս, ինձ համար մի հատ անհասկանալի բան կատարվեց այդ 10 քանի օրվա մեջ, որը ոչ իշխանության կողմից ինձանից մարդ մոտիկացավ, ոչ ազգային ժողովի կողմից ինձ մարդ մոտիկացավ, ոչ մարդու իրավունքների, ես արցախցի լինելով, մարդու իրավունքների կողմից մարդ չմոտիկացող, հարցն ինչ համար ես նստած, ինչ պահանջ է, ես հեսա շարունակությունը ասեմ, ինչի հետ կախված ես մեկը մյուսը, ես մի քանի օր անց, 5 օր անց հայտարարություն եմ տվել մամուլի ասուլիս, լրագրողներ էլ չեն եկել։ Լրագրող էլ չի եկել հարցնելու, ինչա կատարվում։ Ես նորից եմ ասում, այսօր ես որ ասում եմ, հիմա Արցախի կործանումից հետո, Արցախի, որ ասում եմ, այս իրավիճակից հետո, բոլոր են անձիկ, ովքեր դեղ ինձ հետ համաձայն են եղել այդ մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը շատ վտանգավոր, շատ էս մեկ մյուս, Արցախի կործանումից հետո, այսօր ամեն տեղ լսելով բոլորի արձագանքները, առաջնային միտքն են արտահայտում, որ եղել է մենակ այս օրից է սկսել, այս մտքից է սկսել Արցախի կործանումը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջություն։ Այսինքն ասում են ուշացումով, պետք է ասեն ավելի վաղ։ Մարդկանց ես այդքան բաները որ շուշուց սկսել եմ լսելը, հնարավորություն է եղել մարդկանց տեղ հարցը տալ է։ Դուք երբ եք հասկացել Արցախի կորստուց հետո, որ թե հիմի եք դուք հասկանում, որ դա եղել է հիմքը, դա եղել է սկզբունքը։ Լավ, ինչի չէին բարձրաձայնում հենց Արցախում, ինչից էին վախենում։ Վախենում էին։ Նայեք, ես մի բան ասեմ, համ վախենում էին, ես կարամ ասեմ, թե արտահայտությունները ասում էին, բաներ ներկայացնում էին ընդդեմ խոսքի Նիկոլի դիրքորոշման Արցախի նկատմամբ, բան չունեմ ասելու, то есть տարբեր պատգամավորներ կան, որ արձագանքում էին դեղից էլ, արձագանքում էին խոսքի կոպիտ, բան, կոնկրետ գործողությունների մասին եմ խոսում, կոնկրետ կտրուկ գործողությունների, հանրային գործողությունների մասին եմ խոսում, անհատներ ներկայացնել խոսել, այն ժամանակ դա չէր աշխատում, ու չէր էլ աշխատի։ Հիմիկվա իրավիճակում մենք շատ ափսոսանքներ ենք գալիս համոզմունքի, որ ունեինք մենք բոլոր հնարավորությունները դեղ, բարձրաձայնելու ամեն մի սրա ասած մի տարի բառին, հանրայնացնեինք դեղ, հանրայնացնեինք, ձայնը հասցնեինք Սփյուռքին, ձայնը հասցնեինք Հայաստանաբնակ մեր հայերին, որ ճիշտ կարողանային դիրքորոշում ունենային արցախցիների այսօրվա իրավիճակի ինչն է ստիպել, ինչ օրվա իրավիճակի է հասցրել, որ ժողովուրդը մի օրվա երկու օրվա մեջ թողել հեռացել է։ Հիմա ես ասեմ, իշխանության կողմից կային անձիկ, որոնք համագործակցում էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա պարզ էր։ Կան անձիկ, նորից եմ ասում, որոնք համագործակցում էին, ուղիղ ասեմ, թուրքերի հետ։ Կան անձիկ, որոնք համագործակցում են տարբեր Սփյուռքի արտասահմանի տարբեր ուժային կենտրոնների հետ։ Այդ անձիկ, դա մեր ոչ թե ես արցախցիներ եմ համարում, դրանք ընդհանրապես հայ կոչեցյալներ չեն։ Ինչի համար եմ ես բարձրաձայնում ես բառը բուն իմաստ, որովհետև ինձ համար կա հայի լավ տեսակը, կա սրիկա տեսակը։
Չունի ինձ համար հասկացողություն Երևան, Գյումրի, Սյունիք, Սրիկաների անունները կարող ենք բարձրաձայնել։ Սրիկաների անունները բարձրաձայնելը, դա գիտեք մի հատ քանակը այնքան շատ է։ Բայց ես ձեզ բան եմ ասում, քանակը այնքան շատ է, որ սկսելով Հայաստանի խոսքի մենք ղեկավարն եք տեսնում, որ բարձրաձայնում է, Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն ասում Արցախը դա մերը չի, չէ՞։ Մնացած մարդիկ Նիկոլ Փաշինյանը հոմի ասելով Արցախի հարցը չի որոշել։ Ով է համագործակցել Նիկոլ Փաշինյանի բառերի իմաստի հետ, ով է բանարել աջակցել Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականացնելու Արցախում, Նիկոլ Փաշինյանը ստեղից չէր կարա Արցախում ծրագիր իրականացնի, եթե Արցախի մեջ, Արցախայության մեջ չլինեին այդ սրիկաների տեսակը։ Այո, Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր իրա նման ներդնել Արցախում տրոյական ձիու տարբերակով։ Այո, դա եղել է ղեկավարությունից սկսած մինչև որ ասում է մի հատ նենց, բայց մեծամասնությունը չէին, ասեմ քեզ, Արցախայության մեծամասնությունը, դա հուզոր, բայց այդ մարդկանց այն ձևի մոլորեցման մեջ են գցել, այդ ձևի բաների մեջ են գցել, որ այդ մարդիկ չգիտեին արդեն ինչ հավատան։ Տեսեք, ես մի բան հիշեցի, դուք որ ասում եք ինչու, ես էլ այստեղից որպես լրագրող շատ շատերի հետ հեռավար կապով զրուցում եմ, ասում եմ ինչ չեք ուղղակիորեն հնչեցնում մեղադրանք Արցախից, հենց Նիկոլ Փաշինյանին ուղղված, հասարակական մեղադրանք, շատերը գիտեք ինչպես էին մեկնաբանում, ասում են, որովհետև Հայաստանը կկտրի բոլոր օժանդակությունները, ֆինանսական այդ թվում, ասենք բյուջեից այդ ընթացքում Արցախը գումար էր ստանում, այլևս չէր ստանալու։ Եվ այս էր, որ շատերին պահում էր, ասում էր, դե գոնե ծորակը չկտրվի, մինչև տեսնենք ինչ է լինելու։ Դրանով էր նաև շատերը բացատրում։ Դե նայեք, դուք հարցի պատասխանը տվեցիք, դա հարցի պատասխանի մի մասն է։ Հա, հասկանալի է։ Բայց դեռ կային մարդիկ բանարած ներգրաված կոնկրետ, որ այդ հարցի լուծումը այդ ձևի լինի։ Արդյունքն Արցախի հայաթափում։ Արցախի հայաթափում, Արցախի կործանում, դա գալիս էր մեծ արդեն ինչ-որ բաների շահերի, աշխարհաքաղաքական շահերի կամ էլ շատ ցավալի է, որ Արցախում եղան մարդիկ, որ մտան այդ խաղերի մեջ։ Այո, ես դրա շարունակությունը ասեմ, բոլոր մեր այսօրվա կործանման, այսօրվա ծանր իրավիճակի հետ կախված բաները, то есть այս վերջավորությունները, որ ունենում ենք այս ձևի ցավալի վերջավորություններ, դա մեծ պակասություն մարդկային գիտակցող, հայրենասեր, որ ասում է, մարդու պակասություն ունենք։ Ռուբեն Վարդանյանի մեջբերումը ես անեմ, Ռուբեն Վարդանյանը, որ եկել է Արցախ, Ռուբեն Վարդանյանը, որ իր հայտարարությունները արել է, Ռուբեն Վարդանյանը, որ եկել Արցախում ձևավորելու մի մթնոլորտ ի փրկություն Արցախը, դուք տեսել եք ինչ է կատարվել այդ մարդու շուրջ, չէ՞։ Մարդիկ ընդհանրապես մեծամասնությունը չէին հավատում, որ ոնց կարող այդ ձևի ունե որ հարուստ մարդը Արցախում հարուստ մարդը դուրս է գալիս, դուրս է գնում, դրսից հարուստ մարդ գալիս է Արցախը փրկելու համար։ Դա մեր համար, ժողովրդի համար դա անհասկանալի բան է։ Եվ շատերը մինչև հիմա են կասկածով վերաբերում եւ դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն է խնդրեմ արձագանքեք։ Ով էր Ռուբեն Վարդանյանը, ինչի էր եկել Արցախ։ Դե նայեք, ես դրա վրա շարունակությունը ուղարկվել, ակնարկում էր Ռուսաստանի։ Ապրեք։ Ռուբեն Վարդանյանը իր գալը Արցախ, ես այդ հարցի պատասխանը մի քանի ժամանակ առաջ տվել եմ հենց իր ասուլիսից հետո, որ եկել է Նիկոլ Փաշինյանի գալուց հետո։ Այդ նույն հարցերը Նիկոլ Փաշինյանին կարանք ուղղեցենք։ Ինչի համար է եկել իշխանության, ով է բերել իշխանության, ինչ ծրագրեր իրականացնելու համար է եկել Նիկոլ Փաշինյանը իշխանության։ Արցախին բերել հասցնող այդ ծանր իրավիճակում եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, միջև օրս որ ասում է կործանումն է միջև, հա։ Նիկոլ Փաշինյանի գալու իշխանության օրոք մենք դարել ենք անհայրենիք անտուն 150,000 հայությունը, Նիկոլ Փաշինյանի օրոք 5000 տարի ունեցող պատմություն Արցախը պատմական դարել է պատմության մեջ մի հատ սև էջ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ կամ էլ ուրիշ որ ասում է
հայանպաստ, որ ասում, որ եկել են ինչ որ մի ձևի այդ ծանր իրավիճակում արդեն գտնվելուց մի ձևի փրկություն, մի ձևի օգտակար լինելու համար ժողովուրդ մեկ այդ իրավիճակը գնահատականը թողնելու մարդու գնահատելու իր հայրենասիրությունը, իր նվիրվածությունը վերցնում ուրիշ կողմի։ Այս դա Փաշինյանի հայրենասիրության մոդելը այլ է, ասում է պետք է փոխենք այդ մոդելը, հանուն հայրենիքի պայքարելու մոդելը պիտի փոխենք, այս մարդը այդ է ուզում, ջնջել է ուզում ամեն ինչ, հանուն Արցախի զոհված տղաների հիշատակն է ջնջել ուզում, դրան դեռ մենք անդրադառնանք հիմա այսօրվա հենց, բայց ես այստեղ գերիների հետ կապված կներեք շատ կարևոր հարց է, լավ անընդհատ հնչում է այս հարցը, այսօր Hike News լրատվականում աշխատում են իմ շատ սիրելի երկու արցախահայերը, Հարություն Հարությունյանը մեր մոնտաժնիկն է, մեր օպերատորն է, շատ հարգարժան մարդ, եւ իմ հրաշալի հրաշք լրագրողը Նանիկը Աղազյանյան Նանիկը, որոնք չունեն եւս շատ հարցերի պատասխաններ, իրենք հիմա եւս լսում են մեր հարցազրույցը եւ լսում են մեր հարցազրույցը տարբեր արցախցիներ, շատերն են ուզում հասկանալ, լավ այդ ոնց եղավ, որ գերեվարվեց մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, երեք նաև իմ ընկերների հետ, գործընկերների հետ այդ հարցն էին քննարկում, ամեն մեկը փորձում էր հիշողությունը պեղել, հիշողության միջից պեղել, գտնել հարցի պատասխանը։ Ինքս իմ ձեռքի տակ այս պահին ունեմ իմ շատ սիրելի, շատ հարգված Դավիթ Բաբայանի, ում հետ տարիներ շարունակ որպես լրագրող աշխատել եմ, ուղիղ կապ ենք ունեցել, փայլուն վերլուծում էր նա Ադրբեջանը, ինչ պետություն է, վտանգները Ադրբեջանից եկող, ջրային ռեսուրսների խնդրից սկսած նա ամեն ինչ ցեղասպանական այդ դեմքը բացահայտող հզոր գիտնական է Դավիթ Բաբայանը։ Այդ օրերին սեպտեմբերի 2020 թվական իմ ձեռքի տակ 23 թվականի նրա վերջին այդ գրառումն է իմ ձեռքի տակ, որտեղ նա գրում էր, որ բոլորը գիտեն, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու համապատասխան հետաքննություն իրականացնելու համար, բնականաբար դա մեծ ստրես է իմ հարազատների, իմ բարեկամների համար, բայց ես չեմ կարող որպես հայ քրիստոնյա փախուստի դիմել, դա բացառված է։ Վստահ եմ, որ բոլորը թող չնեղանան ինձանից, ես հանուն իմ ժողովրդի ազնիվ կլինի իմ քայլը այն, որպես ազնիվ մարդ, հայրենասեր քրիստոնյա մարդ, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ չգնալով վնասել շատ-շատ իմ հայրենակիցներին, ես պետք է գնամ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր տառապանքները ամոքի, ես որից հետո խնդրում եմ պարոն Բաբայանին չգնալ, չներկայանալ, ինքներդ ասում եմ, հրաշալի գիտեք ով է Ադրբեջանը, ինչ հետաքննություն, ինչ բան, նրանք այլ կերպ են լուծելու հարցը։ Բաբայանը մինչև վերջ մնաց իր խոսքի տերը, ասեց ես գնալու եմ եւ գնաց եւ այլևս ես որևէ պատասխան իմ գրառումներին ես չստացա։ Ինչ կատարվեց։ Ինչու գերեվարվեցին։ Այն ժամանակահատվածում այնքան արագ այդ գործողությունները, process-ները եղավ, նորից եմ ասում, ինչ որ տենց ժամանակահատվածում, ինչ որ մարդկանց միշտ զոհ են տալիս իր ազգի ներկայացուցիչները։ Ես Բաբայան իր կերպարը ավելի դեղ վտանգավոր Ադրբեջանի ցուցակների մեջ ավելի վտանգավոր ազնվորություններ կային, քան Բաբայանը, ասեմ ձեզ։ Բաբայանը այն վտանգը չէր բանի Ադրբեջանի համար, то есть թե ժամանակահատվածներում ինչ որ գործողությունների process-ների մասնակից, թե ինչ որ էս մեկը, այդ կերպարը չէր։ Հա, գիտնական մարդ է։ Այդ մարդկանց ու իր նմանատիպ մարդկանց Դավիթ Իշխանյանն է, то есть կային մարդիկ, Ռուբեն Վարդանյանը բանը խոսքի, կային մարդիկ, որ նորից եմ ասում, այս իշխանության համար շատ լուրջ վտանգ էր, որ նրանք վերադառնային Հայաստանի ու Նիկոլ այսօր խոսքի, ես գիտեմ, թե մեծ լուրջ խնդիրներ կունենար, որ այդ մարդիկ լինեին ստեղ։ Բոլոր գերիների հանձնումը Ադրբեջանին եղել է աջակցելով Հայաստանի կողմի իշխանության անուն ազգանուններով ու մի քանի գերիների հանձնում էլ եղել է Արցախայցյան իշխանության ներկայացուցիչների ձեռով։ Ում ձեռքով։
այդ ներկայացուցիչներից հիմա բանտերում են։ Արայք Հարությունյանը։ Ես ասեմ ձեզ ստեղծ ավելի մի ցավալի բան։ Ես վերջի ժամանակները մի հատ հայտարարությունով եմ դուրս եկել։ Այն ռազմավարական այդ մեր ղեկավարությունը, որ հիմի գտնում է գերության մեջ, դրանց աճեցրած, դրանց որ ասում է կողմից հանրայնացրած մարդիկ այսօր որ եկած ազատ լավ տեղափոխված Հայաստանում են գտնվում, ձեն չեն հանում, բայց այն մարդիկ են սրանց մարդ սարքել, այն մարդիկ են սրանց բերանում լեզու դրել, այն մարդկանց շնորհիվ են սրանք պաշտոններ զբաղեցրել, ու ես ձեզ ասեմ, այդ մարդկանց մեջ էլ կան ազնվորություններ, որոնք մասնակից են եղել, կարող է չհասկանալով, կարող է իրանց էլ են ստիպել, կարող է եղել է մի հատ նենց կամ դու պիտի մեռնես կամ այս մարդուն պիտի խոսքի բան անես, ինքը ընտրությունը արել է խոսքի այդ չեմ ասում որ տենց հասկացա, այսինքն մատնել են տեղը, բոլոր գերիները, որ գտնվում են հիմի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ գտնվում են հիմի Ադրբեջանի բանտերում, կար հնարավորություն այդ մարդիկ դեռ չգտնվելու, կար հնարավորություն այդ մարդկանց դուրս բերելու, կար հնարավորություն այդ մարդկանց, то есть մի ձևի այդ իրավիճակից ասացելու, հասկանալու, մի մասը կարող եք ներողություն եմ խնդրում, անուններ կարող ենք հնչեցնել, մատնիչներն ովքեր են, ի վերջո մեր ժողովուրդը պիտի իմանա, հա? Ես գուցե ձեզ բարդ վիճակի առաջ եմ կանգնեցնում, եթե բարդ եմ մտածում եմ հարցի պատասխանի ձևավորումը ճիշտ ասելու համար, որովհետև ստեղ որ մի մարդու անունը որ տաս, պիտի կոնկրետ խոսքի ասես, փաստեր ունենաս, բայց կան անուններ։ Բայց կան անուններ, մի քիչ ժամանակ տվեք, բայց ես ձեզ դեմը նստած խոսք եմ տալիս, մի քիչ ժամանակ տվեք, ես մի քանի պարզաբանումներ կա, որովհետև ես այդ արտահայտությունները, բայց ասելու եմ, նորից եմ ասում, ոնց որ իմ Արցախի կործանումից հետո, իմ հայրենիքս կորցնելուց հետո, ես ոչ մեկին ոչ ներում ունեմ, սկսած այս հիմիկվա իշխանության այս ազնվորություններից, որոնք մեզ ստեղ ամեն ձևի Արցախի, որ ասում է, բանը արցախահայության կերպար ուզում են նվաստացրած ելնեն, արցախահայության ժողովրդի, որ ասում է, հայի տեսակ ուզում են բանարած ելնեն, հա, то есть իշխանության նկատմամբ խոսքի այսօրվա օրով մի հատ ձևավորված մի հատ իշխանություն կա, որ այսօրվա էլի մեր արցախայության համար մին հույսը հավատա։ Մենք դրանով, որ ասում ունենք հալա հույս ենք կապում, որ հետ են գնալու իշխանությունը։ Սրանք ասում են չկան այլևս։ Այդ եմ ասում էլի, то есть այս ծանր իրավիճակում մենք պիտի մի քիչ նուրբ մոտիկանանք բոլոր հարցերի կողմով, բայց ընդհանուր ասեմ ձեզ, ամբողջությամբ հասկացա ձեր պատասխանը, ես հարցս հնչեցնում էի միաժամանակ մտածում էի, բայց գուցե ես վնասում եմ պարոն Իսրայելյանին։ Չէ, նորմալ, անցնենք առաջ, գիտեք, որ ես ժամանակը ես վստահ եմ դուք կհնչեցնեք, բայց այսօր տեսլակետս մոտեցումներս, հա, то есть ինչ որ տեղեկությունների հետ համապատասխան ես ճշտումներ բան կանեք, բայց անցանք առաջ, պարոն Իսրայելյան, այսօր իդեպ ուզում գալ հետևյալ հերթական Արցախուրացության փաստից, կառավարության նիստ է եղել, բացարձակ ոչ մի խոսք Արցախի մասին, բացարձակ ոչ մի խոսք զոհերի հարգանք գոնե մատուցելու, գոնե 1 րոպե դրությամբ, հա, չի հարգվել 200-ից ավելի զոհեր ունեցանք, եւ Արցախը պաշտպանողներ կային մինչեւ վերջին պահը, դրա մասին էլ հիմա կուզեմ խոսեք։ Եվ ի վերջո այդ զարուհի պայթյունը, այդ դաժանության ոնց որ ամբողջացրեց, հա, այսպես պատկերը սարսափելի, դա էլ վրա հասավ մեր խեղճ ժողովրդին եւ կյանքեր կորցրեցինք։ Ոչ մի խոսք այդ մասին այսօրվա կառավարության նիստում։ Լավ, այս ինչ կառավարություն է, հրեշավոր, չգիտես ինչ բառ անգամ ինքս չեմ գտնում բնութագրելու այս իշխանության կեցվածքը։ Եվ դրանից հետո դուրս է գալիս կառավարության նիստից Պապոյան Գևորգ անունով անձը էկոնոմիկայի նախարար, հա, նշանակված,
Ասում է Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ Սամվել Շահրամանյանին նկատի ունի։ Պետական բոլոր մարմինները լուծարվել է հենց նրա ստորագրությամբ։ Արցախն է մեղավոր, Արցախցին է մեղավոր, չկռվեցին, չպահեցին իրենց հայրենիքը։ Այսպես մի ամբողջ հարց եմ ձեզ տալիս, սկսած կառավարության նիստի քար լռությունից մինչև Արցախցուն մեղադրելու այդ սարսափելի հերթական բանը, հա, բոլորը մեղավորների շարքը սպառվել է, հիմա մեղավորների շարքում տեղ ունեն Արցախի ղեկավարները։ Խնդրեմ ձեր արձագանքն ու գնահատականը կուզեմ իմանալ։ Նայեք, դա անպատիժ լինելու դրսևորումը։ Այդ մարդիկ կատարել են հանցագործություն իր ազգի նկատմամբ։ Ես հաշվում եմ առաջի հանցագործը իրանք են, որովհետև իրանք տվել են հնարավորություն, իրանք ժողովրդին քաշել են ցեղասպանության, դու իսկ արքայի իրավիճակի մեջ են գցել, մեր թշնամին իրականացրել է ցեղասպանություն։ Իրանք հիմիկվա իրաց կարգավիճակը առաջի, որ ասում է, այդ հանցագործ գործողության մասնակից աջակիցներն են։ Հիմի այդ մարդիկ մինչև արդարացնելու իրանց ամեն մեկը իր կերպարը, երեսը, այս մեկը մյուս, ամեն ձևի ներկայացնել ասելու են, թե Արցախահայության հետ կախված, թե իշխանության հետ կախված, բոլոր այդ մտքերը բանը ուղղելու են իշխանության կամ արցախցիների նկատմամբ։ Բայց ես ասեմ դրա բան հակառակ մոմենտները։ Արցախահայությունը նորից եմ ասում, պայքարել, կռվել է մինչև վերջը։ Ինչքան ուներ հնարավորություն, ինչքան ուներ ռեսուրսներ, բոլորը օգտագործեր, բոլորը կռվել է մինչև վերջ։ 230-ից ավելի զոհեր եղել այդ օրերին։ Երկու օրվա մեջ պաշտպանելու համար է եղել։ Թշնամուն հասցնելով 2000-ից ավել զոհեր։ Ես մի հատ դրվագ կա վերջի ժամանակները ներկայացրել եմ Շուշի Ստեփանակերտի այդ տարածքում այդ կռվի բանը, դրվագը իմ Facebook էջում ներկայացրել եմ, որ ասում էին արցախցիները չէին կռվում։ Բան կանենք, то есть հանրությանը ցույց կտակ այդ դրվագը, փոքր այդ դրվագը ինչ կռիվներ, ինչ մարտեր էին գնում ու մեր զինվորները, մեր արցախցիները ոնց էին կռվում մինչև վերջին, որ ասում է հնարավորությունը մինչև վերջին օգտագործելով ռեսուրսները։ Ինչ բանանում Արցախի իշխանության հետ կախված, Արցախի իշխանությունը ձևավորված 7 օրվա, որ ասում է ժամանակահատվածում չէր կարա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա ձևավորված Արցախի հազման ծրագրին դիմադրի։ Հասկանալի։ Որովհետև այս եթե այսօրվա իրանց պահելաձևով, նորից եմ ասում, դուք էլ մեկնաբանեցիք դա, Արցախի կորուստից հետո քո հայ ազգի ներկայացուցիչ զոհեր, զինվորների զոհեր ունես։ Դա իշխանություն, կառավարություն, ոչ մեկը դրա հետ կապ չունի։ Մենք երեխեք այդ տղերքը իրանց զոհաբերել են հայ ազգի, Արցախի, հայկական Արցախի համար։ Դուք եթե դրանց համար էլ չեք խոսքի, որ ասում է մի րոպե լռությամբ հարգում դրանց, որ ասում է հերոսությունը, էլ ինչի մասին, ինչ մարդկանց ներկայացուցիչ կամ դրանց բերած մեկնաբանությունները հանրության համար ինչ լսելի բան պիտի լինի։ Իրաց բոլոր դրսևորումները այսօրվա իրավիճակում սաղ ամեն ինչը իրաց փրկության, այս ծանր, իրանք գիտեն, որ ինչ հարցագործություն են կատարել, ես ձեզ ասեմ։ Իրանք լավ գիտակցում են, որ կատարել են շատ լուրջ հանցագործություն, որ այդ հանցագործությունները 100 տարի էլ, 10 տարի էլ, 10 ամիս էլ լինի, պատասխանատուն մենակ իրանք են, ուրիշ ոչ մեկը չկա։ Դրա համար այդ բաները ուղղելով տարբեր ուղղություններով, թե Արցախահայության նկատմամբ, թե Արցախի իշխանության նկատմամբ, Արցախի իշխանությունը արել է ամեն ինչ այդ ժամանակ, այդ պահին գտնելով ճիշտ ու գտնելով, որ ասում է փրկության, որ ասում է այդ ելքերից մեկը արդեն եկած հասած այդ ժողովուրդին էին կոտորում, մարդկանց էին, որ ասում է ամեն ձևի բանանում, то есть վտանգի տակ շատ ծանր իրավիճակում էր, սովը մի տեղից, կռիվը մի տեղից, որ ասում է ցեղասպանության, որ ասում է գործողության process-ն էլ մի տեղից։
Այսօր Պապոյանն ասում է լուծարեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև այնպիսի ճնշում էին գործադրում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որպեսզի ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի տարածքը։ Բնականաբար պատճառը մեկն էր, որպեսզի նրանք Հայաստանի ընդդիմությունը ունենար եւս 100,000 այդպես ցուցարար։ Ահա այսպիսի Նայեք, էլի նորից դժվար է չասել ցինիկ պատասխան։ Իմ հայրենի տունս թողեմ, իմ հարազատիս կորցնեմ, ես գամստե ընդդիմադիր ուժերի համար դառնամ ցուցարար։ Դուք տեսնում եք, չէ՞, այդ մարդկանց համար հայրենիքը ինչ հասկացողություն է։ Մարդ իր ազգի ներկայացուցիչ, մարդու իրավունքները կամ մարդու ազատությունը ինչ իմաստ ունի իրենց համար, 3000, 5000, 100,000, իրենց համար դա իմաստ չունի։ Իրանք մեր հայի կամ էլ դաժե ինչ հայի մարդու այն տեսակն են, որի համար ընդհանրապես ոչ ազգություն գոյություն ունի, ոչ հայրենիք գոյություն ունի, ոչ էլ որ ասում սրբություն գոյություն չունի ընդհանրապես։ Դրա համար բերած մեջբերումներով պատասխանը չես էլ կարող ձևավորես, որովհետև նորմալ գիտակցող մարդը չի կարող աննորմալ տրամաբանող այդ ձևի դավաճան, որ ասում բան մարդու հարցին կամ մտքին պատասխանես։ Դե ընդամենը եթե ես շարունակեմ Պապոյանի խոսքը, ասում է, որպեսզի ավելացնեն իշխանությունը զավթելու հնարավորությունը, այսինքն այս մարդկանց ամեն ինչը տեղավորվում է իշխանության զավթելու այդ վտանգի, հանկարծ իրենց իշխանությունը չխաթարվի։ Արցախի ցավը, Արցախցու այդ ամբողջ ապրումները մի կողմ, կարևորը որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը չսասանվի, սրանց բոլոր ասելիքը այստեղից է բխում, հա, այս մտածողությունից է բխում։ Հիմա եկեք անցնենք առաջ, ես ուզում եմ մի ցավալի մեկ այլ հարցի եւս անդրադառնալ։ Այսօր պարոն Շահրամանյանը, Սամվել Շահրամանյանը անդրադարձել է մի տխուր փաստի, 3 լուր տարածվեց, քննչական կոմիտեներ մի նյութ այսպես պտտում, պարոն Իսրայելյան, ես հիմա այստեղ արձանագրել եմ որոշ փաստեր, որտեղ համաձայն որի իբր Հայաստանում մի խումբ է ձևավորվել, այդ խմբում հղումներ էր արվում իբր արցախցիներ կան, Ռուսաստանաբնակներ կան, Ռուսաստանի ռուբլին էր պտտվում հետ ամբողջ այդ տեսանյութի մեջ, հասկանալի է, հա, որտեղից են փչում քամիները, այսպես ասեմ, եւ Շահրամանյանը կներեք այսպիսի մի միտք ասեց, թե ամբողջությամբ այսօր թիրախավորված է արցախցիները ենթարկվում են տեղեկատվական տերորի եւ խնդրեց նաեւ լրատվամիջոցներին զգուշ լինել այս հարցում, այսինքն մենք այդ տեսանյութը, որ տեսել եք, կարծում եմ, ինչ նպատակներ է հետապնդում այս իշխանությունը, դա հենց այնպես չշրջանառվեց։ Ես վտանգներ եմ տեսնում, որ դա հետո հետևանքներ է ունենալու։ Ինչ նպատակ են սրանք հետոյի համար նաև հետապնդում, ինչ գործողություններ սրանք շարունակական առումով կհետևեն։ Նայեք, այդ վերջի ձեր ասած այդ խմբի հետ կախված կամ էլ ինչ որ դրանց կողմից ինչ որ փորձեր ձևակերպել, ձևավորում, ոնց են ասում, իշխանությանը տենց ինչ որ հարձակում կամ գլխատել, այս մեկը իշխանությանը, այո, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ուղղված ես դրա հարցի պատրաստում իբր այդ խումբը։ Եթե իրանց տենց մտավախություն ունեն, իրանց խորհուրդ կտայի զգուշ լինեն իրանց տերերից, եթե տենց բան լինի, իրանց տերերն են իրանց գլխին դա սարքելու։ Տերերը ում նկատի ունեք։ Ում համար ծառայում են այսօրվա իրավիճակում Էսիմիկվա իշխանությունը։ Այլ ուժային կենտրոններ, արևմուտք օրինակ։ Արևմուտքն է, то есть այն ուժային կենտրոնները, որոնք ադրբեջանա-թուրքական, այդ դրանցից թո վախեն, անողները նրանք են լինելու, որովհետև իրանց նմանատիպ մարդիկ պատմությունը ցույց է տվել, որ ում զոհը դարել են, խոսքի դերակատարները կամելում, իրանց ձեռով էլ թե տանում են, թե բերում են, չկա խնդիրները դրանց հետ ալնելու ու այդ կարգիր կարողա լինի։ Արցախահայության, հասարակ մարդկանց մեջ, հասարակ ժողովրդից մեջ, այսօրվա իրավիճակում մենք բոլորս մտածում ենք մի հատ կարգավիճակ ստեղծելու Հայաստանում, մայր Հայաստանում, մի հույսը հավատի, որ ասում է մթնոլորտ լինի, մեր հետ վերադարձը Արցախ։ Մեր հետ վերադարձը Արցախը դա ուժեղ Հայաստանն է,
ուժեղ Հայաստան ունենալ, ուժեղ բանակ ունենալ, այնով ինչ խոսում է, հետ վերադարձի բանակցություններ, բան, այդ բանը չկա։ Բայց այս խոսքերի, այս որ ասում Արցախահայություն, Արցախ ներկայացուցիչներ, բան, այս մեկ եմ ուշ, ես սրա վտանգը մի ուրիշ բանում եմ տեսնում։ Վտանգը գիտեք, ոչ թե ղեկավարության կողմից ներկայացնելու, այլ ինքը մի ձևի ուզում է հանրության մեջ երևի չի բավարարվել հայ ժողովրդի մեջ այս մեր ատելության աստիճանի բանը Արցախահայության նկատմամբ, թե ընդհանրապես մենք իրար դա է ուզում մի քիչ ավելի մեծ մասշտաբով տեսնա։ Դա է ուզում, ինքը ուզում է այդ ձևի ներկայացումներով Արցախահայության այս հանրության մեջ ավելի մեծ ատելություն առաջացնի, որ այդ ատելության խոսքի, թե ես չգիտեմ իրաց ինչ ռաշոտներով են մոտենում, էլի Արցախահայության մի մասը կլքի քթողի կգնա, կամ կլռեն, կամ գուցե հաջողանում է ուղղակի հենց Ալիևին։ Տեսեք, մեր իրական վտանգը որտեղից է գալիս, նա այդ մասին չի խոսում։ Իրական վտանգ տեսնում է Հապկից, Ռուսաստանից, իրական վտանգ տեսնում է Արցախցուց, Արցախցու ակտիվացումից, այսինքն Արցախցին պիտի չասի իմ տունը մնաց, իրավունք չպիտի ունենա խոսել, լռեցնում է մինչև վերջ, տարբեր գործիքակազմեր կիրառելով, թե իրավական, թե ֆինանսական ճնշումներ են անում, կալանավորում են, մենք տեսնում ենք, չէ ինչ է կատարում։ Լավ, ամբողջությամբ հասկանալի է իշխանության քաղաքականությունը, այստեղ եւս ակնհայտորեն ինքս տեսնում եմ ուղղակի Ալիևին հաջողախոսելու Էրդողանին հաջողախոսելու այդ ձեռագիրն է ակնհայտ արևմուտքին ի վերջո հաջողախոսելու քաղաքականության հետ մենք գործ ունենք, բայց մենք ինքներս պետք է հասկանանք մենք ինչ ենք ուզում, նաև մեր Արցախահայությունը ամբողջ հայ ժողովուրդը պիտի հասկանա եւ գերի չդառնա սրանց կողմից վարվող այս հակաարցախյան, հակահայկական, ընդհանուր առումով սա հակահայկական քաղաքականություն է։ Դուք եւ որտեղ մեր եթերաժամանակը վաղուց պարոն Իսրայելյան ավարտվել է, մենք ելի առիթ կունենանք այս թեման անընդհատ պետք է խոսել, շերտ առ շերտ կարծում եմ բացել նաեւ ամբողջ իրողությունը, դուք վերադարձի հնարավորություն տեսնում եք Արցախահայության վերադարձ դեպի Արցախ։ Կա այդ հույսը, այդ հնարավորությունը, մանավանդ երբ որ տեսնում ենք այս իշխանությունը այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ այդ հույսն էլ զրոյանա։ Երբ Ալեն Սիմոնյանները հայտարարում են չկա Արցախի նախագահ, ինչ Լեռնային Ղարաբաղի եզրույթ, մեր համար ներկայացությունն էլ չկա, պիտի փակենք ամեն ինչ վերանա, Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է եւ վերջ, դա ասում է Ալեն Սիմոնյանը, հպարտորեն, ցինիկաբար, անուն չկա դնելու եւ նա շարունակում է ղեկավարել։ Այս մեր ընդդիմությունն ուր է, քար լռություն զբաղված է ինչ որ կետադրություն, հայ այս կամ այն նախագծի այս ստորակետը լավը չէր, ստորակետը կամ բութը այնտեղ դնենք, այս օրինակի համար եմ, հայ այսպես ասում։ Լավ, մենք վերջապես որպես երկիր, ժողովուրդ, ընդդիմությունն իր տեղում որպես համախմբող ուժ, եթե իհարկե այդպիսինն է, մենք մեր առաջ կոնկրետ օրակարգ դնելու ենք Արցախի վերադարձի, Հայաստանի անվտանգության ամրության, թե անընդհատ տուրք ենք տալու այս թրքահպատակ իշխանության օրակարգին, որը սնվում է դրսից, մենք լավ գիտենք, Ադրբեջան, Թուրքիա, ավելի հեռու Խաղաղ օվկիանոսից անդին։ Լավ, մեր օրակարգը, ընդդիմության դուք ակտիվ նաև ներկայացուցիչ եք, եւ դրանով ամփոփենք այսօր, հա, մեր հարցազրույցը, ինչ օրակարգ ունի ընդդիմությունը, ինչ օրակարգով պիտի գնանք եւ կա այդ հույսերը Արցախի վերադարձի։ Խնդրեմ։ Արցախի այսօրվա իրավիճակում ինչ որ տերում է Հայաստանի թե քաղաքական դաշտում, թե հանրության մեջ Արցախի վերադարձը ներկայ իշխանության օրոք ես չեմ տեսնում։ Հա, բայց Արցախի վերադարձը ես տեսնում եմ։ Արցախի վերադարձը ես տեսնում եմ այն ժամանակ, որ կձևավորի, նորից եմ ասում, մի հատ առողջ տրամաբանող ուժ, կձևավորի առողջ տրամաբանող հայրենասեր ղեկավարի երկիր, Մայր Հայաստան, ու կուժեղացնենք մեր համար Հայաստանը, կձևավորենք մեր ուժեղ բանակ, այս մեկ եմ ուզ, ու դրանից հետո հետ վերադարձ Արցախ ես տեսնում եմ։ Ինչի վրա եմ ես հետ վերադարձի հույսը, այսօրվա կարգավիճակում Արցախը գտնվելով Ադրբեջանի օկուպացված, որ իր կողմից օկուպացված, Ադրբեջանին էլ չի ձեռ տալիս։ Ինքը չի կարողանա Արցախը այս ձևի բանում վայելի։ Այսինքն չի մարսելու։ Չի մարսելու։
որովհետև բոլոր այն աջակից երկրները, որ իրան օգնել են այդ հարցը բանով իր կողմից բանով, Ադրբեջանը ստեղ նրանց համար, նրանց կողմից անցել է կարմիր գծերը։ Ստեղ միջազգային հանրություն, միջազգային կառույցներ, միջազգային գերպետությունների ղեկավարները, եթե դուք նկատել եք, այս խաղաղության պայմանագրի բան են ներկայանում որպես միջնորդ, բայց գարանտ չեն ներկայանում։ Իրանք որպես միջնորդ ասում են մենք կարանք միջնորդ լինենք, չէ՞։ Խաղաղության, այդ պայմանագրի ստորագրման, բայց իրանք որպես խոսքի գարանտ չեն կայնում։ Մի հատ պետություն չկա, ասես ինչի համար է, ուրեմն այս հարցի լուծումը այսօրվա իրավիճակում չկա, այս հիմիկվա պահն է պետք որ միտուղտ լինի, ոնց որ մեր ժամանակը եղել է, մենք որպես հաղթող կողմ ենք եղել, տենց թղթերի ստորագրումների, տենց որ ասում է այդ բան համաձայնությունների բանին, եկել է մի ժամանակահատված, որ այդ հարցը չի լուծված։ Հիմիկվա իրավիճակում էլ այդ հարցը չի լուծված առանձնապես, որովհետև առաջի հերթին բնակիչների հարցը, որ չկան, իրավունքների հարց կա այստեղ, հազար ու մի խնդիրներ կան։ Ես ընդդիմադիր Արցախի էջը փակված չէ։ Ոչ մի դեպքում։ Դա մեր պարտքն է բոլոր զոհվածների առաջի հերթին։ Մենք իրավունք չունենք Արցախի մասին խոսելու, եթե չվերադարձնենք Արցախը, չվերադառնա Արցախին այն ժամանակահատվածը, որ մենք ունեցել ենք հայկական ազատ Արցախ։ Մենք ոչ մեկս իրավունք չունենք ինչու համար, որովհետև մենք բոլորս էլ կդառնանք դավաճան, մենք բոլորս էլ կդառնանք այդ հանձնման այդ բանին, որ ասում է, դրա համար ես ընդդիմադիր, որ այդ շեշտադրումները ընդդիմադիր ուժերի մասին եք խոսում, ընդդիմադրության մասին եք խոսում, ընդդիմադիր կա բան, ձևավորված ինչ-որ ուժեր, բայց ընդդիմադիր գործողության պրոցեսները չկա, օրակարգ չկա, ծրագիր չկա, եթե լիներ, առաջի հերթին այս իրավիճակը մի ձևի կփոխվեր մինչև հիմիկվա օրս։ Մի տարի անցել է խոսքի արցախայության, Արցախի կործանումից հետո ոչ մի բան չի փոխել, չի ձևավորվել, խոսքի մի հատ օրակարգ էլ չի ձևավորել, չէ՞։ Կամ էլ հիմիկվա իրավիճակում սա չէր լինի իշխանագլխում արդեն կփոխվեր։ Այստեղ ավարտենք մեր հարցազրույցը եւ ես կարծում եմ, որ փոքր թեկուզ այսպես թեմաներով մենք Արցախի խնդրին շերտ արդեն առանձին մեր հարցազրույցներով կանդրադառնանք, պարոն Իսրայելյան, որտեղ մեր եթերաժամանակը սպառվել է։ Շնորհակալ եմ, ինչպես միշտ դուք անկեղծ եք եւ վստահ եմ, որ մեր բոլոր հարցազրույցները հենց այդպես են լինելու։ Շնորհակալ եմ ես։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր Հայք News լրատվականի մենք տաղավարում էր Վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը, իսկ մենք կհանդիպենք։